Ավելի քան 18 ժամ ոչ մի բեռնատար չի կարողացել անցնել Բագրատաշենով։ Պարալիզացրել էին անցակետի ելքն ու մուտքը վարորդները։ Միայն մարդատար ավտոմեքենաներ են անցել այս ճանապարհով։ Շուրջ 1 օր որևէ բեռ չի մտել Հայաստան, ոչ էլ Հայաստանից դուրս եկել Բագրատաշենի անցակետով։ Էսի մյորդի զոնա է դարձել, այն կողմից էլ, այս կողմից էլ, որտեղ բոլոր շոֆերները մեզ ճանաչելով արգելով իրանք այս ակցիան կատարում են։ Մենք ոչ թե խոչընդոտում ենք ճանապարհը, աջ թև, ձախ թև, ֆուրերը կայնած, ոչ Հայաստանա մտնը, ոչ Ռուսաստանա դուրս գալու։ Թավշյա կառավարությունից հիասթափված վարորդները կոնկրետ պատասխան են պահանջում գործադիրից, թե Դաշնությունում 1 տարվա ընթացքում առավելագույնը 90 օր մնալու նոր կարգը հայ վարորդների համար կփոխվի, կվերականգնվի նախկին 180 օր մնալու իրավունքը։ Դառել ենք երկրով մեկ բոմժ, կատարյալ բոմժ, որտեղ այդում ենք արդեն ամաչում ենք ասենք, որ հայ ենք, որ հայ անունը լսում են, փախչում են, այսօր ամաչում ենք ասենք, որ հայ ենք։ Այս ինչա կատարում, ուր եթում ենք տուպիկ, ուր եթում ենք տուպիկի առաջ, ոչ Հայաստանում ինչ-որ մի ստրուկտուրայում հեռախոս աշխատում, որ զանգես մի հատ պատասխան իմանաս, ոչ է Ռուսաստանում։ Հայ գործընկերների բողոքի ակցիային էին միացել վրացի ու ղազախ վարորդները, որոնք Հայաստան բեռներ են բերում տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից։ Տղաներին դեպորտ են արել, դրա համար եմ այստեղ կանգնել։ Ես դեռ ժամանակ ունեմ Ռուսաստան ելք ու մուտքի, բայց մեզ ոչ ոք չի հարգում։ Վարորդին մարդ չեն համարում։ Մի քանի տասնյակ բեռնատարի վարորդները արդեն Ռուսաստան մուտքի արգելք, դեպորտ ունեն։ 1 տարվա ընթացքում 90 օրից ավելի են մնացել Դաշնության տարածքում։ Սահմանը հատելիս իրենց ասել են, որ այլևս չեն կարող մտնել Ռուսաստան, իսկ ովքեր դեռ չգիտեն, թե ինչ ճակատագիր է սպասում իրենց Ռուսաստանում, վախենում են նստել բեռնատարի ղեկին, ճամփա ընկնել դեպի Ռուսաստան։ Ով կայնած, հələ իրանք չեն եղել, բայց հենց մի ոտները տնեն, ընդ 100% դեպորտ են։ Հատիկ, ցավը տանեմ։ Այս մարդիկ 3 կառավարության մոտ ակցիայից հետո են հասել Բագրատաշեն, փակել ճանապարհը։ Փոխվարչապետի աշխատակազմի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո վարորդները քորուփոշման հեռացել էին կառավարությունից, պնդելով, թե երկրի կարևոր հարցերը թողած ուրիշ բանով են զբաղված։ Աչքիս իրոք միտումնավոր են անում, որովհետև չի կարելի։ Ես արդեն սենց էլ շարունակվեց, մտածել եմ, որ միտումնավոր են անում, որովհետև եղբայր ջան, այսօր Հայաստանի իշխանավորների ու մնացած պետական գործիչների 80%-ը Գյումրիում են երևի, կամ երեք Գյումրիում են եղել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խորհրդարանում այսօր հայտարարել է, թե կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, առաջարկելով սահմանված 90 օրը փոխարինել նախկին 180 օրով ու դրական արձագանք ստացել։ Հարցը քննարկվելու է հոկտեմբերի 24-ին ԵԱՏՄ-ի նիստում, այսինքն այս էլ սա շատ բարձրացել է այդ հարցը եւ նիստում քննարկվելու է։ Մի բառ չկա Պապոյանի ելույթում, թե ինչ է լինելու դեպորտ եղած վարորդների ճակատագիրը։ Ճանապարհ փակած այս մարդկանց համար նախարարի խոսքը համոզիչ չէ։ Ինչ ամսի 24 արա, այսօր սա ժողովուրդ, միջև ամսի 24-ը կա պետությունը ծովի։ Այս հայտարարությունից մոտ 1.5 ժամ անց վարորդները որոշել են բացել ճանապարհը։ Ավելի քան 18 ժամ Բագրատաշենի անցակետի ճանապարհը բեռնատարների համար փակվելուց հետո վարորդները որոշեցին, որ դադարեցնում են բողոքի ակցիան։ Նրանց խոսքով սպասելու են հոկտեմբերի 24-ի ԵԱՏՄ նիստում հարցի քննարկմանը, եթե իրենց սրտով չլուծվի, կհայտարարեն, թե ինչ են անելու։ Էդգար Ղուշչյան, Հայկ Ավանեսյան եւ Աշոտ Մնոյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։